Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Մերձավոր Արևելքում իրավիճակը լարվում է։ Լիբանանում գտնվող խաղաղապահները հարձակման են ենթարկվել, որի արդյունքում նրանց շրջանում կան զոհեր եւ վիրավորներ։ Արաբական մամուլը գրում է, որ հարձակումը իրականացվել է իսրայելական բանակի կողմից։ Այն, ինչ կատարվում է այսօր Մերձավոր Արևելքում եւ այն, ինչ անում է Իսրայելը, ըստ էության նույնն է, ինչ արվում էր Արցախում Ադրբեջանի կողմից։ Եթե հիշում ենք, Ադրբեջանն էր հարձակվում խաղաղապահների վրա եւ նրանց շրջանում էլ եղան զոհեր եւ վիրավորներ։ Ձեռագիրը նույնն է։ Խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող քաղաքականությունն էլ նույնն է։ Ինչպես Գազայում Իսրայելը կոտորում էր Գազայի բնակիչներին, այնպես էլ Ադրբեջանն էր անմարդկային պայմաններ ստեղծում Արցախայցության համար, բլոկադայի ենթարկելով նրանց եւ այդ շրջանում նաեւ եղան զոհեր եւ ստիպելով, որպեսզի մարդիկ ցեղասպանության սպառնալիքի տակ լքեն իրենց հարազատ օջախները եւ հայրենիքը։ Այնպես որ իրադարձությունները կարծես թե նույն կերպ են զարգանում եւ այժմ արդեն աշխարհը այլ կերպ է նայում Նեթանյահուին եւ ավելի բարձր են հնչում կարծիքներ եւ ձայներ, որ Նեթանյահուն պետք է դատապարտվի։ Մեր նախորդ հանդիպման ժամանակ նշել էինք Թրամփի եւ Նեթանյահուի հեռախոսազրույցի մասին եւ ամերիկյան մամուլը նաեւ մանրամասներ էր հայտնել, նշելով, որ Նեթանյահուի նկատմամբ Թրամփը բավականին կոշտ էր վերաբերվել եւ հայտարարել էր, որ միայն նրա շնորհիվ է, որ Նեթանյահուն դեռ գտնվում է ազատության մեջ։ Այնպես որ եթե իրավիճակը Մերձավոր Արևելքում շարունակեց լարվել մի կողմից, իսկ մյուս կողմից եթե Միացյալ Նահանգները եւ Իրանը եկան ընդհանուր համաձայնության, ապա Հաագայի դատարանում կարող է քննվել Նեթանյահուի գործը որպես ռազմական հանցագործի։ Սպասենք տեսնենք, թե իրավիճակը այստեղ ինչպես է զարգանալու։ Երկրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Միացյալ Նահանգների հետ է կապված։ Ներկայացուցիչների պալատը 215-208 հարաբերակցությամբ ընդունեց որոշում, որով պարտավորեցնում է Թրամփին սահմանափակել լիազորությունները ռազմական որոշումներ ընդունելու հետ կապված։ Մնում է Սենատը հավանության արժանացնի այս օրինագիծը։ Հիշեցնեմ, որ 4 հանրապետական միացել էր դեմոկրատների նախաձեռնությանը եւ եւս կողմ էր քվեարկել։ Հանրապետական կուսակցության ներսում ոչ միանշանակ է ընդունվում Թրամփի քաղաքականությունը։ Սա խոսում է Միացյալ Նահանգներում ներքաղաքական բավականին խորը ճգնաժամի մասին եւ ինչքան մոտեցան միջակայալ ընտրությունները, այնքան այդ ճգնաժամը ավելի է խորանալու։ Թրամփը շատ լավ է հասկանում, որ ինքը ունի երկու ճանապարհ, կամ Իրանի հետ հարաբերությունները կարգավորում է, կնքում է խաղաղության համաձայնագիրը եւ փորձում միջանկյալ ընտրություններում հանդես գալ իբրև խաղաղարար եւ կրկին ստանալ քվե եւ շարունակել կառավարել, կամ ինքը շարունակում է Իրանի դեմ ռազմական գործողությունները, տրվելով Նեթանյահուի սպառնալիքներին եւ շանտաժներին եւ մեծ հավանականությամբ պարտվում է միջանկյալ ընտրություններում։ Պարտությունը միայն չի ավարտվելու կոնկրետ քաղաքական կարիերայի ավարտով։ Թրամփը կարող է ավելի լուրջ խնդիրներ ունենալ երկրի ներսում եւ եթե դեմոկրատները հաղթեն ընտրություններում, ապա ոչ միայն կդրվի նրա իմպիչմենտի հարցը, այլև Թրամփը կարող է նաեւ քրեական հետապնդման ենթարկվել նույն հանրապետականների եւ նաեւ դեմոկրատների պահանջով։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե Միացյալ Նահանգներում ինչպիսի իրադրություն է լինելու։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կապ ունի Ուկրաինայի հետ։ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հետ միասին ուղիներ են փնտրում Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Եվ ինչպես նշում է եվրոպական մամուլը, նրանց խնդիրն է մինչև ձմեռ փորձել ստանալ Ռուսաստանի համաձայնությունը եւ խաղաղության պայմանագիրը ստորագրել։ Ռուսական կողմն էլ կարծես դեմ չէ խաղաղության բանակցություններ սկսելուն։ Ավելին, ռուսական մամուլը խոսում է այն մասին, որ անգամ ամենածանր իրավիճակներում Ռուսաստան-ՆԱՏՕ կապի ուղիները չեն խաթարվել եւ նրանք անընդհատ գտնվել են կապի մեջ։ Բացի այդ, Ռուսաստանը եւս շատ լավ հասկանում է, որ եվրոպացիները հիմա լուրջ հնարավորություն ունեն խաղաղություն պարտադրել Ուկրաինային, լուրջ հնարավորություն ունեն խաղաղություն հաստատելու եւ սա շանս է։ Բացի այդ, Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների սրման ֆոնին այժմ Եվրոպական միությունը ուղիներ է փնտրում այս պատերազմից դուրս գալու համար, քանի որ Թրամփի քաղաքականության շնորհիվ այդ պատերազմը դարձել է եվրոպացիներինը։ Իսկ պատերազմի ամեն օրը հսկայական ճնշում է գործադրում նույն եվրոպական բյուջեի վրա, քանզի այն ֆինանսական միջոցները, որոնք ուղղվում են Ուկրաինային, կարող են ուղղվել եւ ներդրվել սեփական երկրներում եւ ավելի բարեկեցիկ դարձնել քաղաքացիների կյանքը։ Դրան գումարած եվրոպացիները շահագրգռված են, որպեսզի խաղաղությունը հիմա ստորագրվի եւ հնարավորություն ունենան ուկրաինացի փախստականներին հետ վերադարձնել հայրենիք, քանզի ուկրաինացի փախստականների պահպանման ծախսերը եւս ամբողջությամբ դրված են Եվրոպական միության երկրների բյուջեների վրա, ինչը սոցիալական լարվածություն է առաջացնում այդ պետություններում։ Սպասենք տեսնենք, թե այստեղ եւս իրավիճակը ինչպես է զարգանալու։
Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, դուք շարունակեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանքն անխափան ապահովելու նպատակով։ Այսօր այսքանը, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ անգամ։